Այս հունվարի 29-ին Հայաստանի ֆինանսական կազմակերպությունները կենտրոնական բանկից շուրջ 760 միլիոն դոլար են վերցրել մի քանի օր անց վերադարձնելու պայմանով միջինը 6.7%-ով։ Սրան զուգահեռ նույն այդ բանկերը հայաստանցիներին ոչ թե 10 կամ 12, այլ 16-17, ընդհուպ ավելի քան 23%-ով են վարկեր առաջարկել։ Մինչ իմ ու ձեզ պես մարդիկ մտածում են, թե ինչպես երկնիշ տոկոսադրույքների տակից դուրս գալ, տեղական բանկերը միլիարդավոր դոլարներ են աշխատում ու հետ քայլ անելու նշաններ անգամ ցույց չեն տալիս։ Արդյունքում բանկերն իրենց մաքուր շահույթի նորանոր ռեկորդներ են գրանցում։ Մի պարզ ու տրամաբանական հարց է ծագում. արդյոք քաղաքացիներին առաջարկվող այսքան բարձր տոկոսադրույքներն արդարացի են, թե բանկերը պարզապես գերշահույթ են ստանում։ Իսկ նրանց հաշվետվություններում հայտնվող միլիարդները ոչ այլ ինչ են, քան հաճախորդների հաշվին կուտակված հարստություն։ Հայաստանի ֆինանսական համակարգի հիմնական վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որն էլ ըստ տնտեսագիտության կանոնների պետք է ազդի շուկայի խաղացողների վրա, կենտրոնական բանկն է սահմանում։ Այն բարձրանում է, երբ պետք է բառից բուն իմաստով փողը թանկացնել եւ ընդհակառակը նվազում, երբ անհրաժեշտ է ավելի մեծ շրջանառություն կթանել։ 2024-ի դեկտեմբերից հետո այն չի գերազանցել 7%-ը։ Բանկերը հենց այդ տոկոսադրույքով են գլխավոր դրամատնից միջոցներ ներգրավում։ Հենց հիմա այն 6.5% է։ Առողջ մրցակցային ու կայացած տնտեսություններում այս տոկոսադրույքի նվազեցումը պետք է որոշ ժամանակ անց հանգեցնի քաղաքացիներին տրամադրվող վարկերի պայմանների մեղմանը։ Բանկերի համար միջոցներն ավելի մատչելի են դառնում։ Մարդկանց գրավելու համար կարող են վարկերի տոկոսները նվազեցնել։ Մյուսներն էլ իրենց հաճախորդներին չկորցնելու համար ստիպված են լինում հետևել օրինակին, կարճ ասած, պարզ մրցակցություն։ Հայաստանում, սակայն, այս պարզ տրամաբանությունը ինչ որտեղ չի աշխատում։ Ավելին, նույնիսկ ուղիղ հակառակն է տեղի ունենում։ 2025-ի դեկտեմբերին, երբ կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.5% էր սահմանել, հայաստանյան մասնավոր բանկերը մեզ ավելի քան 1 տարի մարման ժամկետով վարկեր են տրամադրել միջինը 16.2%-ով։ 2024-ի դեկտեմբերին, երբ ֆինանսավորման տոկոսադրույքն ավելի բարձր էր 7.3%, քաղաքացիներին ավելի ցածր միջինը 15%-ով են վարկեր տրամադրել։ Եկեք 1000 դրամի օրինակով հաշվենք։ Եթե 2024-ի ավարտին կենտրոնական բանկից բանկերը 1000 դրամ են վերցրել ու վերադարձրել 1073 դրամ, ապա նույն այդ 1000 դրամը հաճախորդներին տրամադրելիս պահանջել են 1150 դրամ։ 2025-ի դեկտեմբերին նույն 1000 դրամի համար կենտրոնական բանկին մասնավորները 1065 դրամ են վերադարձրել, հաճախորդից պահանջել են 1162 դրամ։ Տվյալների համեմատությունը ցույց է տալիս կենտրոնական բանկի ու քաղաքացիների վերցրած վարկերի տոկոսադրույքների տարբերությունը միայն աճում է։ Նույն տվյալների համեմատությունը կայացած արևմտյան երկրների հետ եւ ոչ միայն ամենևին Հայաստանի օգտին չէ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում տարբերությունը 1.92 է, Եվրոգոտում միջինը 1.7, Չեխիայում 1.52, Լեհաստանում 1.95, Վրաստանում 2.16։ Ազատությունն այս վիճակագրությունը տասնյակ տնտեսությունների հետ է համեմատել եւ մեր ուսումնասիրած ոչ մի երկրում այսպիսի մեծ տարբերություն չկա։ Բոլոր տոկոսադրույքների վրա։ Կենտրոնական բանկի նախագահը դեռ 2024-ին այս տոկոսադրույքների մասին հարցին ի պատասխան ասաց, թե պատճառը վարկերի մեծ պահանջարկն է, եւ եթե իրենք վերաֆինանսավորման տոկոսադրույքը չնվազեցնեին, շուկայում վարկերն էլ ավելի թանկ կլինեին։ Մենք տոկոսադրույքը էականորեն նվազեցրել ենք, բայց դրան զուգահեռ երկրում կա 3 տարի բարձր տնտեսական աճով պայմանավորված, արտաքին պահանջարկով պայմանավորված հսկայական պահանջարկ վարկային պրոդուկտների նկատմամբ, այս պայմանությամբ տոկոսադրույքները դեռևս նվազման միտում չեն ցույց տալիս։ Այն ժամանակ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ենթադրում էր, որ բանկերի տոկոսադրույքներն ապագայում կնվազեն։ Գրեթե 1.5 տարի անց, երբ հիմնական տոկոսադրույքն էլ ավելի է նվազել, բանկերը հետ քայլանելու նշաններ ցույց չեն տալիս։ Մեր գործողությունները նաև ունեն երկար լագային գործողություններ, որտեղ մենք մեր գործողություններով որոշակի նաև ազդակներ ենք տալիս։ 5 տարիների ընթացքում Հայաստանի 5 ամենախոշոր բանկերը միասին հարկերը վճարելուց հետո շուրջ 2.6 միլիարդ դոլարի շահույթ են ունեցել։ Սա 60%-ով ավելի շատ է, քան պետությունն այս տարի հատկացնելու է 100 հազարավոր կենսաթոշակառուներին վճարելու համար։
Ամենամեծն Արչին բանկն է 5 տարվա ընթացքում ստացած մոտ 1.1 միլիարդ դոլարի շահույթով։ Երկրորդում Ամերիան է 640 միլիոն դոլարով։ Գուցե տոկոսները չեն նվազում, որովհետև բանկերը սովորել են մեծ շահույթներին, իսկ ղեկավար անձնակազմը խոշոր աշխատավարձերին։ Արչին բանկն օրինակ ըստ իրենց տարեկան հաշվետվության միայն 2024-ի ընթացքում ղեկավար անձնակազմին շուրջ 55.5 միլիոն դոլար է վճարել։ Սա հավասար է բանկի ամբողջ աշխատավարձային ֆոնդի գրեթե 75%-ին։ Մյուս խոշոր բանկերում պատկերը շատ չի տարբերվում։ Նույն տարվա ընթացքում Ամերիա բանկը ղեկավար անձնակազմին շուրջ 33 միլիոն դոլար է վճարել, աշխատավարձային ամբողջ ֆոնդի գրեթե կեսի չափ գումար։ Ագբան ղեկավարների հանդեպ նույնպես առատաձեռն է եղել, ավելի քան 7.5 միլիոն դոլար են վճարել, ընդհանուր ֆոնդի մոտ 14%-ը։ Ինեկոն տնօրենների խորհրդին եւ տնօրինության անդամներին 7.1 միլիոն է վճարել, ընդհանուրի շուրջ 24%-ը։ Էվոկա բանկը շուրջ 8 միլիոն, աշխատավարձային ֆոնդի մոտ 40%-ը։ Իսկ ովքեր են այս ղեկավար անձինք ու ինչ կապեր ունեն։ Ազատության ուսումնասիրությունը ցույց է տալիս, նրանցից շատերը նախկին ու ներկա իշխանությունների օրոք աշխատած պաշտոնյաներն են, որոնք մասնավոր ոլորտ են գնացել համակարգի ծակուցուկերին ամբողջությամբ ծանոթանալուց հետո։ Արչին բանկի խորհրդի կազմում են նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վարչության կազմում է ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը, պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը թողնելուց հետո այնտեղ է նաև Ռուստամ Բադասյանը, Կենտրոնական բանկի ֆինանսական ռիսկերի կառավարման վարչության նախկին պետ Գարեգին Գևորգյանը։ Ներկայիս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պաշտոնում նշանակվելուց առաջ Արչին բանկի վարչության նախագահներ։ Ամերիա բանկի խորհրդի կազմում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի վարչության նախկին նախագահ Տիգրան Դավթյանը, որն ավելի վաղ նաև վարչապետի խորհրդականն է եղել հենց ֆինանսական շուկաների մասին խորհուրդներ տալու համար։ Կենտրոնական բանկում առանցքային պաշտոններ զբաղեցրած ղեկավարներ կան այս բոլոր խոշոր բանկերում։ Միացյալ Նահանգներում, Եվրամիությունում այսպիսի ուղիղ տեղափոխությունը հնարավոր չէր լինի։ Կայացած ժողովրդավարական երկրներում կենտրոնական բանկից դուրս գալուց հետո նախկին պաշտոնյաները մի որոշ ժամանակ մասնավոր բանկում աշխատել չեն կարող։ Սա արվում է շահերի բախման ու բանկերի օգտին լոբինգի ռիսկը վազեցնելու համար։ Տոկոսադրույքներին վերադառնանք։ Ի վերջո ինչ կարող է անել պետությունը քաղաքացիների շահերը պաշտպանելու համար։ Կենտրոնական բանկը հարցի վերաբերյալ կրավորական կեցվածք է ընդունում։ Ավելի վաղ հայտարարել են, թե կարգավորելու վարչական լծակներ չկան, իսկ ուղիղ սահմանափակումն ավելի մեծ վնաս կտա պետությանը։ Մի շարք զարգացած ազատ շուկայական տնտեսություն ունեցող երկրներում, սակայն այդպիսի սահմանափակումներ կան։ Տարիներ առաջ Ֆինլանդիայում որոշեցին բոլոր տեսակի վարկերի առավելագույն թույլատրելի շեմը 20% սահմանել։ Ավելին նույնիսկ սահմանափակել են մյուս բոլոր տոկոսադրույքին ուղիղ չառնչվող վճարները։ Ֆրանսիայում այդ կարգավորումը պաշտոնապես վաշխառության տոկոսադրույք են կոչում։ 2025-ի վերջին եռամսյակում բանկերը 5.09-ից բարձր տոկոսադրույքով 20 տարուց երկար մարման ժամկետով վարկեր տալ չէին կարող։ Իսպանիայի կառավարությունը բոլորովին վերջերս որոշեց հստակ սահմանափակումների գնալ, առավելագույնը 22% սահմանելով։ Հայտարարել են, որ նաև տարբեր սահմանաչափեր կկիրառվեն տարբեր ծավալի ու տեսակի վարկերի համար։ Էկոնոմիկայի նախարար Կարլոս Գուերտոն իրենց որոշումն այսպես բացատրեց. Traemos a primera vuelta este anteproyecto de ley de contratos de crédito al Այս քայլով ցանկանում ենք կանխարգելել, որ հաճախորդներն անպաշտպան չմնան եւ հետ պահենք նրանց վաշխառության դեպքերից ու գերպարտքերից։ con el Real Decreto que lo desarrolla. Սահմանափակումներ կիրառող այս երկրներում վարկերը շատ ավելի մատչելի են։ Սա արվում է անհիմն թանկացումները կանխելու համար։ Դեռ 2019-ին Հայաստանում ընդդիմության շարքերից նման ուղիղ սահմանափակում կիրառելու առաջարկ է եղել։ Կառավարությունը սակայն հավանություն չի տվել։ Հաշվի առնելով նախագծի խնդրահարույց կարգավորումները, ուսումնասիրության արդյունքում բացահայտված միտումները, միջազգային կարգավորման փորձը եւ ներկայիս իրավական հնարավորությունների սահմանները, միաժամանակ ընդունելով նախագծի հեղինակների մտահոգությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագիծն ունի լրացուցիչ քննարկման եւ լրամշակման անհրաժեշտություն։ Արդյոք նման սահմանափակումների գնալու կարիք չկա։ Կենտրոնական բանկը վարչական լծակներն լայնելու անհրաժեշտություն չի տեսնում, չէ՞ որ արդեն փաստ է, ժամանակն անցնում է, տոկոսադրույքները չեն նվազում։ Այս հարցերը կենտրոնական բանկ են ուղարկել, խոստացել են պատասխանել։